Անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը սերտ համագործակցում է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցիչների հետ։ Մեխանիզմը պարզ է։ Ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով մեր քաղաքացիները պահանջվող փաստաթղթերի մեջ ներկայացնում են այնպիսիք, որոնք դեսպանատներում կասկածելի են թվում։ Իրենց կասկածները նրանք հայտնում են Հայաստանի ոստիկանությանը, ոստիկաններն էլ ստուգում են ներկայացված փաստաթղթերի իսկությունը։ 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա դեսպանություններից ստացված տեղեկությունների ուսումնասիրությամբ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու 9 դեպքեր։ Դրանցից 7-ը վերաբերվել են ԱՄՆ դեսպանություն կեղծ փաստաթղթեր ներկայացնելուն, դրանք հիմնականում եղել են միջնակարգ կրթության վերաբերյալ ատեստատներ, ամուսնալուծության կամ ծննդյան վերաբերյալ կեղծ վկայականներ։ Ունեցել ենք նաև 2 դեպք, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Լիտվայի դեսպանություն են ներկայացրել բանկում հաշիվ ունենալու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ։ Բերենք մեկ օրինակ։ 2016 թվականի փետրվարի 22-ին Գլենդելի բնակիչ 35-ամյա մեր հայրենակիցը կնոջ համար ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով ի թիվս այլ փաստաթղթերի Հայաստանում ԱՄՆ դեսպանություն ներկայացրել է նաև ամուսնալուծության վկայականի կրկնօրինակ, որի վրա առկա են եղել ամսաթվի փոփոխման հետքեր։ Ստուգման պարզվել է, որ նշված ամսաթվերը չեն համապատասխանում իրականությանը։ Ոստիկանություն հրավիրված ամուսինը ներկայացրել է խնդրու առարկա փաստաթուղթը և հայտարարել, որ անձամբ է ֆիզիկական փոփոխության ենթարկել ակտերի գրանցման ամսաթվերը։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե, իսկ կնոջ համար արտոնագիր ստանալու հավանականությունը կտրուկ մոտեցել է 0-ի։ Այս տարվա 4 ամիսներին անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի աշխատակիցները դեսպանությունների հետ համագործակցել, ապա և հիմնավորել են նմանատիպ կեղծ փաստաթղթերի օգտագործման 2 դեպք և 2 դեպքով էլ նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե, բայց իրավապահները մտավախություն ունեն, որ նման դեպքերի թիվը դեռ կարող է աճել, քանի որ գրին քարտի խաղարկություն է լինելու։ Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, հիմնականում կեղծ փաստաթղթեր ներկայացնում են այսպես կոչված գրին քարտ շահած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Բանն այն է, որ նախնական խաղարկության ժամանակ անհրաժեշտ են նվազագույն տվյալներ, իսկ արդեն քարտը շահելուց հետո դեսպանությունում ներկայացում են փաստաթղթերի մի ամբողջական փաթեթ մուտքի արտոնագիր ստանալու համար։ Օրինակ, պարտադիր պայման է միջնակարգ կրթության ատեստատ ներկայացնելը։ Մեր քաղաքացիները ոգևորված եւ ամեն գնով ցանկանալով հասնել իրենց նպատակին, դիմում են տարբեր քայլերի, ձեռք են բերում եւ օգտագործում են կեղծ փաստաթղթեր։ Ցանկանում եմ իրազեկել մեր քաղաքացիներին, որ դեսպանություն ներկայացվող ցանկացած փաստաթուղթ պարտադիր ստուգվում է եւ ամենաչնչին կասկածի դեպքում դրանք ներկայացվում են ոստիկանությանը դրանց իսկությունը ստուգելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ Ստուգումները լինում են, կեղծիքները դուրս են գալիս ջրի երես, իսկ հետևանքները սովորաբար նույնն են՝ հարուցված քրեական գործ եւ մի մեծ խաչ ներգաղթային մուտքի արտոնագիր ստանալու հնարավորության վրա։